Հոկտեմբերի 30-ին քաղաքացիական պայմանագիր կուսակցության տարեկան համաժողովը կպատասխանի այն հարցին, թե վարչության որ անդամների պատճառով կուսակցությունը տապալվեց Գյումրիի եւ Վանաձորի ավականու ընտրություններում։ Թող համաժողովը ասի, որ վարչության այս անդամը կամ ամբողջ վարչությունը մեղավոր չի այս ընտրությունների պարտության համար։ Ըստ Նիկոլ Փաշինյանի վարչության ամբողջ կազմի հրաժարականը չի նշանակում, որ քաղաքացիական պայմանագիրը հանրապետականին եւ այլ ուժերին պարտվել է ազատ եւ արդար ընտրություններում։ Ընտրությունների արդյունքները 90%-ով ձևավորվել են ընտրողների կատարած քվեարկության հիման վրա։ Մյուս 10%-ը Նիկոլ Փաշինյանի սխալվելու հավանականությունն է, գուցե իսկապես կեղծել են այս ընտրությունները, սակայն փաստ է, որ տեղամասերում քվեարկություններ չեն կեղծվել։ Ընդդիմադիր ձախողումների պատճառներից մեկն էլ այն է, որ մենք անդադ խուսափել ենք այս փաստերի հետ հաշվի նստել։ Լևոն Զուրաբյանը պնդում է, որ տեղական մարմինների ընտրություններն իշխանությունը կեղծեց սովորականի նման ընտրությունների փոխարեն տեղի ունեցավ քվեների աճուրդ։ Շինդլերի ցուցակներ են կազմել, թե այդ մարդիկ, ովքեր այդ ծառայությունները ստացել են կամ փողը ստացել են, ինչպես պետք է քվեարկեն։ Պատասխանելով լրագրողի հարցին, թե գուցե Գյումրիում եւ Վանաձորում կոնգրեսի պարտության մեջ որոշ դեր ունեցավ ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի եւ Լևոն Տեր-Պետրոսյանի մերձեցումը, Լևոն Զուրաբյանն ասաց. Դա կարող է ազդել, ես չեմ բացառում։ Ինչ չափով։ Դե դա դժվար է գնահատել։ Ըստ նրա Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը վաղուց չեն հանդիպել, նույնիսկ խորհրդապահական խողովակներով շփումներ չունեն։ Վերջին շփումը, որ եղել է նրանց միջև, դա եղել է հենց այդ հանդիպումը, որի մասին հրապարակայնորեն ասվել է։ Իսկ խորհրդապահական խողովակներով շփում չկա։ Ես ընդհանրապես բացառում եմ նման բան։ Իդեպ պարոն Զուրաբյանը սխալ է համարում Գյումրիում ու Վանաձորում տապալելուց հետո վարչության ամբողջ կազմի հրաժարականը, դա կնշանակեր, որ ընտրությունները եղել են ազատ եւ արդար։ Դուս ես գալիս իրենց դեմ պայքարելու, իրենք կեղծում են ընտրությունները ու հետո դրա պատճառով դուք դի հրաժարական տաս։ Դա մի աբսուրդ է։ Փոխարենը նոյեմբերին կուսակցությունը կհրավիրի համագումար եւ կներկայացնի, թե ինչ հետեւություններ են արվել տեղական մարմինների ընտրություններում կրած պարտություններից։